Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Կրկին եթերում խաչմերուկ հավելված հաղորդաշարն է։ Այս անգամ փորձենք հասկանալ ինչ է կատարվում հարավ-արևելյան Ասիայում, ինչ է կատարվում Չինաստանի շուրջ և Թայվանի շուրջ, և ինչ նոր զարգացումներ կարող են մեզ սպասել Պարսից ծոցում կատարվող իրադարձությունների ֆոնին։ Կրկին թեման քննարկում են Գևորգ հետ, ողջույն Գևորգ։ Ողջույն Գրիգոր։ Թեման բավականին ակտուալ է, կհամաձայնվես, և վերջին զարգացումները և Չինաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, Թրամփի Չինաստանի մասին հաճախ հիշելը և նրա այսպես հայտարարությունները, որ պատրաստական է մեկնել Չինաստան, Թայվանի ուրեմն ընդդիմադիր ուժերի ղեկավարի այցը Չինաստան, որը պատմական այց էր։ Միանշանակ սենսացիոն այց 49 թվականից ի վեր։ Այո, այս հարցերին անդրադառնանք, ինչու հանկարծ բոլորը դարձան այսպես խաղաղացել։ Ինչն է պատճառը, որ Թայվանում ընդդիմությունը սկսեց հասկանալ, որ միգուցե սա պատմական շանս է Թայվանի հարցը կարգավորելու նվազագույն կորուստներով, քան հակառակվելու և սպասելու լավ օրվան, հատկապես երբ ծոցի արաբական երկրների փորձը ցույց տվեց Թայվանին ըստ էության, որ ամերիկյան բազաների անգամ առկայությունը չի պաշտպանում իրենց հրթիռներից և չի պաշտպանում իրենց ավերածություններից։ Ինչպես նաև տեսական վերամիավորման դեպքում միավորվում են երկու շատ ուժեղ տնտեսություններ։ Այստեղ տնտեսությունները իր հերթին, բայց ես կարծում եմ Դոմինգանի ուրեմն ղեկավարի այցը Չինաստան նաև քաղաքական իհարկե առաջին ասպեկտով է պետք նայել։ Ես հիշեցնեմ, որ իր այցից առաջ Թայվանից ևս մեկ պատվիրակություն էր եկել դեռ անցյալ տարի։ Չինաստանում կա այսպես հիշատակի օր, բարեկամների շիրիմներին այցելության օր, դա ազգային այսպես օր է և անգամ Թայվանում ապրող չինացիները այդ օրերին այցելում են Չինաստան և այցելում են իրենց հարազատների շիրիմներին։ Եվ ըստ էության Չինաստանի կառավարությունը Սի Ցզինպինի գլխավորությամբ շատ ճիշտ քաղաքականություն է տանում, ինքը այդ մարդկանց հետ կռիվ չունի ավելին, այդ օրերին թույլատրում է, որպեսզի նրանք գան և փորձեն ավելի, այսպես շփումը մեծացնել մայրցամաքային Չինաստանի։ Միանշանակ, այսպես ասած, մայր Չինաստանի կողմից փափուկ ուժի շատ խելացի կիրառում է։ Իմիջիայլոց Չինաստանի փափուկ ուժի մասին մենք շատ ենք խոսել և ես վստահ եմ դեռ շարունակելու ենք խոսել։ Որովհետև գնալով ավելի և ավելի այն ակնհայտ է, ակներև է դառնում և շոշափելի։ Սրանից դեռ մի 15 տարի առաջ խոսել չինական փափուկ ուժի մասին, դա նույնիսկ տեսության տեսքով չէր կարողանա ներկայացնել։ Իսկ այժմ մոլորակում գրեթե ամենտեղ դա զգացնել է տալիս։ Ամենտեղ զգացնել է տալիս և ամեն մայրցամաքում և տարածաշրջանում է զգացնել տալիս։ Սկսած կրթական բլոկի ոլորտի այդ համագործակցությունից վերջացած տարատեսակ օգնություն ցուցաբերելով։ Այստեղ դու հիշատակեցիր Թայվանի իբրև տնտեսություն միանալը, հնարավոր միանալը Չինաստանին և այդ դեպքում մենք գործ ունենանք իրականում հրեշի հետ տնտեսական։ Եվ այստեղ կարելի է նաև այսպես ասած զուգահեռ անցկացնել Հոնկոնգի հետ։ Այն բանից հետո երբ Հոնկոնգը հենց 20-րդ դարի վերջին վերամիավորվեց Չինաստանի հետ, հիշեցնենք, որ նախկինում եղել է անգլիական 97 թվականներ Մակաոն, որը պորտուգալական գաղութ էր 16-րդ դարից, հետ անցավ Չինաստանին 99 թվականին, իսկ դեռ 19-րդ դարից Անգլիայի տիրապետության ներքո գտնվող Հոնկոնգը 97 թվականից դարձավ Չինաստան և երկու այդ տարածքներն էլ, թե Հոնկոնգը, թե Մակաոն, իդեպ ասենք, որ Մակաոյի պատմական չինական անունն է Աումին, Մակաո դա պորտուգալացված արդեն տարբերակն է, երկուսն էլ ստացան հատուկ վարչական շրջանի կարգավիճակ, այսինքն մեկ պետություն երկու համակարգ,
Ավելին, այնտեղ անգամ այս պահին էլ Հոնկոնգից Չինաստանը ձևական վիզայի ձևական հարցը ամեն դեպքում մնացել է, որ դե յուրե մի պետություն է, բայց ձևական դե ֆակտո մնացել է։ Անգամ բարբառային առումով եւ լեզվական առումով էլ բավականին տարբեր են իրականում։ Ընդհանրապես ողջ Չինաստանով եք բարբառները տարատեսակ են։ Եւ ես կարծում եմ դու շատ ճիշտ նկատեցիր, հենց այս լույսի ներքո է պետք դիտարկել։ Մեկ պետություն երկու համակարգը կարող է եւ այստեղ գործել։ Ըստ էության կարծում եմ կհամաձայնվեց, որ սա Թայվանի համար շանս է պատմական, նման կարգավիճակով մտնել Չինաստանի կազմում, ինչպես օրինակ Մակաոն եւ Հոնկոնգը, կամ կորցնել այս շանսը, ուղղակի ապագայում նվաճվել, այսպես Չինաստանի կողմից, ուժով վերցվել եւ առանց որևէ կարգավիճակի կրկին դառնալ Չինաստանի։ Թեև չինական ամենադեպս ընթացիկ վերջին տասնամյակների 45 թվականից ի վեր, հա, պայմանական ասենք քաղաքականությունը վկայում է նրա մասին, որ չինացիները կողմ չեն ռազմական կոնֆլիկտների։ Չինացիները կողմ չեն, որովհետև նույն Թայվանը, Կոմիտանի ռեժիմը, այսինքն այն մարդիկ, ովքեր դժգոհ էին Մաո Ձեդունի կառավարումից, կոմունիստական ուղուց, Չայկաշիի գլխավորությամբ գնացին Թայվան եւ այդտեղ հաստատվեց Չինաստանի Հանրապետությունը, որը հետո կոչվեց Թայվան։ Միջերուց հիշեցնեմ 49 թվականից, այո, որ Թայվանի պաշտոնական անվանումը Չինաստանի Հանրապետություն է, այդտեղ Չինաստանի ժողովրդական հանրապետություն, Չինաստան, այո, եւ Չինաստանի Հանրապետություն։ Դու ճիշտ նկատեցիր, Չինաստանը սովորաբար իր քաղաքականության մեջ խուսափում է կամ գրեթե խուսափում է ռազմական կոնֆլիկտների մեջ ներգրավել, բայց նաև կարծում եմ կհամաձայնվես, որ կարող է եւ գայթակղությանը չդիմանալ այնպես ինչպես շատ օրինակներ մենք ունենք մեր աչքի առաջ, հատկապես բոլորակում բազմաթիվ են։ Այո, հատկապես բազմաբևեռ աշխարհակարգը նոր սկսում է ամրապնդվել, ձևավորվել է վաղուց էր ձևավորվել, վերջին համենայնդեպս 10 տարում սկսել էր ձևավորվել եւ հիմա ավելի է գնալով ամրապնդվել։ Ինչպես նաեւ իր ձևավորման փուլում է միջազգային հարաբերությունների նոր համակարգը։ Փաստացի պետք է փաստել, որ 91 թվականից հետո, երբ որ 45-ից հաստատվել էր Պոցդամյան համակարգը, 91-ին ԽՍՀՄ փլուզմամբ այն դադարեց գոյություն ունենալ։ Այստեղ եւ մի 30 տարուց ավել է անցումային շրջանում։ Այո, բայց այստեղ նաեւ Թրամփի անձը կապ ունի, կարծում եմ։ Մենք Թրամփին շատ ենք քննադատում մեր հաղորդումների ժամանակ, քանզի անհավասարակշիռ քաղաքականություն է վարում եւ շատ հաճախ այդ քաղաքականությունը հակասում է հենց իրենց Միացյալ Նահանգների շահերին։ Բայց Չինաստանի հետ կապված կարծում եմ Թրամփը չի գնա արկածախնդրության այնպես ինչպես գնացին դեմոկրատները Նենսի Փելոսիին գործուղելով Թայվան։ Թե դա ինչ տվեց մեծ հաշվով Թայվանին առաջին հերթին, ըստ էության ոչինչ։ Առարկայական ոչինչ, արդեն քանի տարի է անցել։ Նպաստեց որպեսզի Չինաստանը ըստ էության շրջապատման մեջ վերցնի Թայվանը, ընդ որում մի քանի օղակով եւ նպաստեց որպեսզի Թայվանի ընդդիմությունը սկսի մտածել Չինաստանի հետ հարաբերությունները կարգելու շատ պարադոքսալ բան եմ ասում, բայց Փելոսի այցը նպաստեց նպաստեց որպեսզի երկու այսպես Չինաստանները միավորվեն։ Սա էր արդյոք Փելոսի այցի իրական նպատակը, կարծում եմ ոչ։ Բայց չուզենալով, այսպես հա, իրենք այնպես արեցին, իրենից հետո Մարկ Պոմպեոն կարծեմ ժամանեց Թայվան, էլի ամերիկյան սենատորներ ժամանեցին, իրենց աջակցությունը ցուցաբերելով, հա, Թայվանին, այստեղ մոտավոր կրկնվեցին ինչպես եղավ Հունգարիայում, Վենսը եկավ Հունգարիա, Օրբանը չանցավ։ Օրբանը պարտվեց։ Ինչպես ասում են, ուզում էին անել ավելի լավ, բայց ստացվեց ինչպես միշտ, Չերնոբիլձինի հայտնի արտահայտությունը։ Հետևաբար Թայվանի հետ կապված Թրամփը կգնա, կարծում եմ, պայմանավորվելու ճանապարհով, բայց սա ունի իր գինը։ Պայմանավորվել Չինաստանի հետ, Թայվանը պայմանական ասեմ զիջելով նշանակում է Թրամփը ինչ-որ բան ստանա Չինաստանից։ Հատկապես որ ինքը Թրամփը ունի շատ հստակ գործարարի հաջողակ գործարարի մտածելակերպ։ Ես քեզ դու ինձ այդ բանաձևը աշխատում է եւ պիտի փորձի դա աշխատել։ Իդեպ չմոռանանք, որ դեռ այս տարվա մարտ ամսվանից խոսվում է Թրամփի Չինաստան այցի մասին։ Այո, վերջերս մամուլում գրված էր, որ նույնիսկ այն կարող է տեղի ունենալ հաջորդ շաբաթ։
բայց շինացիները տեղյակ չէին դրանից։ Բայց պաշտոնապես շրջանակները չեն հաստատում, չեն երկում հաստատում։ Նաև նշում են, որ որևէ նամակագրական կապ չի եղել Սի Ցզինպինի Բայց այդպես շատ տրամաբանական է, որ ի վերջո հենց Պեկինում հանդիպեն իրենք։ Դե չմոռանանք, Ֆրանսիայի ղեկավարը գնաց Սի Ցզինպինի մոտ Պեկին, Բրիտանիայի որքան հիշում եմ, այսինքն աշխարհի լիդերները այսօր հյուրընկալվում են Պեկինում։ Քանզի աշխարհի հարցերը նաև լուծվում են Պեկինում, որովհետև բնական է նոր աշխարհակարգի ձևավորման հիմնական դերակատարներից մեկը լինելու արդեն Չինաստանը։ Համաձայն եմ, երբ որ մենք ասում ենք Թրամփը դրա դիմաց ինչ որ մի բան պիտի ստանա, մենք ուղիղ կերպով, ինչպես ասում են, դրա ապացույցները չունենք, բայց մենք ունենք հարակից տեղեկատվությունները, որ անընդհատ ստացվում է, այդ թվում նաև արաբական մամուլից, եւ ես հիշում եմ մոտ 3 շաբաթ առաջ Սաուդյան Արաբիայի ուրեմն թագաժառանգը Բեն Սալմանն էր որոշակի կոնտակտներ ունեցել Չինաստանի ղեկավարության հետ եւ փոխանցվել էր նրանց Թրամփի այսպես առաջարկը մի փոքր հետ քաշվել Իրանից եւ այսպես քաղաքականությունը մի փոքր փոխել Իրանի հետ կապված եւ ստացվել էր Չինաստանի բավականին կոշտ պատասխանը, որ դրակոնը ինքն է որոշում թե ում հետ պիտի բարեկամություն Այո, իրենց ավանդական արևելյան փիլիսոփայության շրջանակներում Թրամփը քայլեր արել էր կամ փորձ է արել քայլեր իրականացնել Թայվանը ներկայացնելով իբրև զիջում, դրա դիմաց Չինաստանից ստանալով խոստում Իրանին այսպես թողնել միայնակ պայմանական եթե ասեմ կամ դադարեցնել օգնությունը Իրանին։ Տրամաբանական է, ինչպես նաև բնական է Թրամփը այդ հնարավոր, այսպես ասենք, հա, տեսական գործարքի դիմաց նաև տնտեսական դիվիդենդներ է ակնկալելու շատ լուրջ։ Հիմա տես, տնտեսական դիվիդենդների հետ կապված այսօր ամերիկյան տնտեսությունը բավականին լուրջ կախվածության մեջ է Չինաստանից։ Եվ չինական ներդրումները, որոնք կան Միացյալ Նահանգներում, եթե ինչ որ X պահի որոշեն, որ հանում են այդ ներդրումների այդ գումարները, Միացյալ Նահանգների տնտեսությանը այսպես լավորել չի սպասվում։ Հիշենք 2001 թվականը, երբ որ խոսվում էր Սաուդյան կապիտալի հնարավոր դուրս գալու մասին, $1 մասին, եւ անգամ ամերիկյան պարտքի մասին, որ նրանք ունեն առաջին որտեղ Սաուդյան Արաբիան բնականաբար տնտեսապես մրցակից չէ Չինաստանի։ Բնականաբար, դա Չինաստան չէ։ Հիմա փորձենք Սի Ցզինպինի տեսանկյունից նայել Թրամփի առաջարկին։ Իսկ ինչու պիտի Սի Ցզինպինը Իրանը զիջի հանուն Թայվանի։ Եթե Թայվանը այսպես թե այնպես արդեն շրջապատման մեջ է, այսինքն այսպես թե այնպես մի օր թայվանցիները որոշելու են, որ եկել է Սիի հետ պայմանավորվելու ժամանակ եւ այդ մի օր եկավ։ Կոմինդանի ղեկավարի այցը եւ նրա հարցազրույցը, հետո ինչ է ասում է, եթե մենք չհամաձայնվենք Սիի հետ, լինելու է պատերազմ։ Այսինքն այստեղից մենք կարող ենք ենթադրել հետեւյալը առնվազն, որ Սին փոխանցել է նրա միջոցով Թայվանի կառավարությանը, որ կամ դուք ընդունում եք իմ առաջարկը արտոնյալ պայմաններով դառնալ Չինաստանի մաս, կամ մենք դա անենք ռազմական ճանապարհով։ Իհարկե, ինչը իհարկե շատ քիչ հավանական է, ինչպես ես ասացի, հաշվի առնելով չինական քաղաքականությունը։ Շատ քիչ հավանական է, բայց ամբողջությամբ բացառել դա մենք չենք։ Իհարկե չեք կարող։ Այնպես չի, որ Միացյալ Նահանգների հույսը միայն Թայվանն է, այնտեղ կա Վիետնամ, ում հետ չինացիները շատ բարդ հարաբերություններ ունեն հարավչինական ծովում, ինչպես նաև կա կորեական կապված, կորեական խաղակարդ եւս կա։ Կորեական խաղակարտի հետ կապված իմիջիալոց քանի այսպես դու հիշեցրեցիր, ես ասեմ, որ օրեր առաջ Հյուսիսային Կորեայի սահմանադրությունից հանվել է կորեաների վերամիավորման կետը։ Սա երկու ասպեկտով կարելի է նայել, կամ Հյուսիսային Կորեան հույսը կտրել է հարավի հետ վերամիավորվելու, կամ իրենք չեն ցանկանում միավորվել, իրենք ցանկանում են վերցնել։ Սա էլ կարող է, այսինքն ոչ թե խաղաղ ճանապարհով, փոքրիչ թեմայից շեղվելով, պատկերացնենք ապագայում X 100 տարի հետո, օրինակ, կորեաները վերամիավորվեցին, շատ հետաքրքիր սիմբիոզ է ստացվում։ Հյուսիսայինի ատոմային ներուժը, միջուկային եւ հարավային տնտեսություն։ Դա լինելու է հարավային տեխնոլոգիաները
ընդհանուր Նոր առմամբ Չինաստանի համար եւ լուրջ Չինաստանի մրցակից։ համար միանշանակ դա դառնում է երկրորդ լուրջ մրցակիցը Ճապոնիայից Եվ հետո։ գլխացավան իրականում Այո, քանզի հաշվի այո։ առնելով կորեացիների աշխատասիրությունը Սիրությունը եւ ևս։ մտածողությունը, նրանք չինացիներին չեն զիջում։ Իհարկե չէ զիջում։ Բայց դա էլ ամբողջությամբ բացառել մենք չենք կարող, որովհետեւ դու ճիշտ նշեցիր, X 100 տարի հետո նման բան կարող է լինել։ Օրինակ ով կարող էր մտածել, որ Սաուդյան Արաբիան եւ Իրանը կհաստատեն դիվանագիտական հարաբերություններ։ Իդեպ այստեղ մենք ում պիտի հիշատակենք, ում Չինաստանի։ Չինաստանի։ Այսինքն, եթե ինքը միտեղ կարողացավ դա անել, մյուս տեղում կարող է դա կանխել։ Ռադիկալ թեոկրատիկ երկրների միջև դա տեղ ունեցավ, այն էլ շիա սուննի Սկզբունքային մրցակիցներ, երկուսներ ֆունդամենտալ իսլամական պետություններ եւ սկզբունքային մրցակիցներ եւ տարածաշրջանային մրցակիցներ։ Այստեղ միայն կրոնականը չի։ Իհարկե։ Այստեղ կռիվը գնում է ով կիշխի տարածաշրջանը։ Քաղաքական, կրոնական, տնտեսական, այսինքն ամբողջ համալիրն է։ Հետևաբար Թայվանի խնդիրը, եթե թվում է մեզ, որ դա երկրորդական հարց է եւ Իհարկե ոչ։ Թրամփին կարող է այդքան էլ չհետաքրքրել, ես համաձայն եմ, որ ոչ։ Թրամփը սա օգտագործելու է ինչ որ մի կերպ Չինաստանին Իրանից փոկելու համար։ Ինչ որ խոստումներ է տալու Թայվանին, որ իրենք դեմ չեն լինի, որպեսզի հատուկ կարգավիճակ ստանան եւ այլն եւ այլն։ Քվոտաների մասին կարող է խոսք գնալ, ինչու ոչ։ Այդ տնտեսական քվոտաների հետ կապված Չինաստանին անընդհատ սպառնում են, որ եթե մեր պարարտանյութերի արտահանումը կարգել ենք, մետաղի արտահանումը կարգել ենք, տեխնոլոգիաների արտահանումը կարգել ենք Միացյալ Նահանգներից, չենք տա տեխնոլոգիա Չինաստանին, բայց ներկայումս համենայն դեպս էլեկտրամեքենաների արտադրության մեջ, որ բարձր տեխնոլոգիական մակարդակ է պահանջում, մենք տեսնում ենք, որ Միացյալ Նահանգները բարդվում են, այն շատ լուրջ կերպ են։ Ոչ միայն Միացյալ Նահանգները, Եվրոպան վաղուց է պարտվել Չինաստանի։ Իսկ Միացյալ Նահանգները միանշանակ, այսինքն Չինաստանը ամբողջովին բաց թողեց ներքին արման շարժիչի դարաշրջանը, այսպես ասենք, բայց գրեթե ակնթարթորեն վերցրեց էլեկտրոմոբիլների շուկան աշխարհում։ Մինչ այլոց, երբ որ խոսում ենք Թայվանի մասին, մի բան էլ պետք է հիշատակել։ Թայվանն այսօր հանդիսանում է չիպ արտադրող համաշխարհային հսկա։ Այո։ Անկամ Չինաստանից ավել են իրենք։ Այո։ Եվ տեխնոլոգիական առումով են ավել։ Իհարկե դա ամերիկյան տեխնոլոգիաներ են ներդրված Թայվանում, բայց մենք գործ ունենք մի հանգամանքի հետ, որ այսօր Միացյալ Նահանգները իր չիպերը ներկրում է Թայվանից։ Այո, Թայվանից։ Այսինքն, եթե տեսականորեն Թայվան-Չինաստան տնտեսությունները միավորվում են, Չինաստանը դառնում է չիպերի արտադրության համաշխարհային լիդերը։ Եւ այսօր անհասանելի այո, եւ այսօր ով ունի հսկողություն չիպերի, որտեղ ամբողջը ռոբոտացված է, եւ այդ կիսա հաղորդիչները եւ կիսա ուղեկցողները պոլուպրավատնիկ ասած որ կա ամբողջ տեխնոլոգիաները դրա վրա են այսօր կառուցվում եւ եթե Չինաստանը դա վերցնում է իր հսկողության տակ, ապա նա վերցնում է աշխարհը եւ աշխարհի տնտեսությունը։ Հիմա ինչ պիտի Թրամփը դրա դիմաց պահանջի, եթե այդ ամենը տա մերձավոր արևելքի նավթով, քանզի ապագայի պատերազմը լինելու է ռեսուրսների համար։ Մենք ինչքան էլ ասենք էլեկտրոմոբիլներ, մենք ինչքան էլ ասենք վերականգնվող էներգիա, մենք ինչքան էլ ասենք կանաչ էներգիա եւ այլն, առնվազն առաջի 50-60 տարում պայքարը աշխարհում լինելու է երկու բանի համար՝ ռեսուրսներ եւ ջուր։ Ջուրը իդեպ շատ կարևոր եւս թեմա է, որ դու նշեցիր եւ ինձ թվում է մենք կանդրադառնանք մեր հաջորդ հաղորդումներից։ Մենք կանդրադառնանք անպայման համաշխարհային ջրային խնդրին եւ այստեղ մենք կանդրադառնանք Ադրբեջանի ասպեկտով նաեւ։ Այո, ռեսուրսների առումով ստեղծված մի նկատառում է։ Եթե 19-րդ դարում մեծ տարածքը, կենսատարածքը շատ էական էր, որովհետեւ մասնավորապես վճռական դեր էր խաղում քարածուխը, օրինակ։ Այսօր իհարկե այսօրվա աշխարհում բավական է լինել Լյուքսեմբուրգի տարածքի չափ պետություն ունենալ, որ իդեպ որ համեմատում ենք Լյուքսեմբուրգը մեր Վայոց ձոր մարզի չափ է, հենց մոտ 2640 կիլոմետր, բայց լինել տեխնոլոգիապես շատ զարգացած։ Ես համաձայն եմ, բայց իհարկե նավթը մնում է նավթ, ինչպես ասում են։ Ես համաձայն եմ, բայց կարծում եմ նաև դու կհամաձայնես, որ Լյուքսեմբուրգի, Սինգապուրի, մյուս փոքր Մալթայի, մյուս փոքր նման գաճաճ պետությունների
հաջողության գաղտնիքը կայանում է նրանում, որ նրանք արտաքին թշնամի չեն ունեցել երբեք։ Բավական է իրենք խնդիրներ ունենան անվտանգային եւ բավական է իրենք սկսեն մտածել դրա մասին, իրենք այդ տնտեսական հրաշքը չեն կարող։ Իդեպ քանի որ Սինգապուրի մասին խոսքը դաց իբրև մի շատ կարճ ակտակ մեր հեռուստադիտողներն էլ հետաքրքիր կլինի դա լսել, Սինգապուրը փաստորեն որ անկախանում էր Բրիտանիայից, ինքը անձամբ դիմել էր Մալայզիայի, ցանկություն հատել մտնել Մալայզիայի կազմի մեջ, Մալայզիան չի վերցրել։ Եվ այդպես դա դարձավ անկախ քաղաք-պետություն։ Այո, Սինգապուրի հետ կապված էլ մի կարևոր հետաքրքիր հանգամանք, ոչ միայն Սինգապուրի, այլև ողջ հարավ-արևելյան Ասիայի բանկային համակարգը այսօր գտնվում է չինացիների ձեռքին։ Չինացիներն են ղեկավարում, չգիտեմ տեղյակ են մեր հայրենակիցները, թե ոչ Չինաստանից դուրս հարավ-արևելյան Ասիայում 50 միլիոն չինացի ապրում այսօր։ Եվ այդ թիվը գնալով ավելանում, այո։ 50 միլիոն ասկան մի Իտալիա։ Այո, մի բան էլ հարավ-արևելյան Ասիայում եւ մերձավոր արևելքում գնալով վճարման միավոր դառնում է յուանը։ Ամերիկյան ավանդական դաշնակիցները Ինդոնեզիա, Մալազիա, Ֆիլիպիններ, հիմնական Ինդոնեզիա, Մալազիա պես տնտեսական հսկաներ եւ ուրեմն Սինգապուրը իրենց փոխադարձ հաշվարկներում արվում է ուրեմն յուանով եւ Ինդոնեզիան հայտարարել է դոլարից հրաժարվելու մասին փոխադարձ միջազգային հաշվարկներում։ Ինդոնեզիան եւս աշխարհի մեծագույն շուկաներից մեկն է 220 միլիոն բնակչությամբ։ Ամենից մեծ մահմեդական երկիրը 220 միլիոն մահմեդական մեծ շուկա, մեծ տնտեսական ներուժ։ Եվ ASEAN-ում բավականին լուրջ դերակատարում ունեցող։ Սա նշանակում է, որ Տրամպը ստիպված գնալու է ուրեմն Թայվանի հարցում Չինաստանի հետ պայմանավորվելու ճանապարհով։ Եթե անգամ մերձավոր արևելքը Չինաստանը չզիջեց, Տրամպը համաձայնվելու է կիսել մերձավոր արևելքը Չինաստանի հետ ազդեցության մոտեր, բայց ինչ որ մի բան ստանալ։ Եվ ես կարծում եմ, այստեղ Իրանը եւս շատ լավ կարող է օգտվել այս ամեն ինչից, Միացյալ Նահանգների նախագահին դնելով այսպես անհարմար վիճակի մեջ եւ ստիպելով ընդունել նրա առնվազն խաղաղատոմ ունենալու իրավունքը։ Սա Չինաստանը կարող է ապահովել։ Ինչպես նաև հաշվի առնենք եւ չմոռանանք Ամերիկայի Միացյալ Նահանգների հզորությունը եւ ներուժը ամեն դեպքում բնականաբար Ամերիկան էլ այստեղից լավ դիվիդենդներով դուրս է։ Ինչպես են անելու, որ բոլորը շահած դուրս գան։ Սա կլինի ինչպես ռուսերեն այդ արտահայտությունը լավ է հնչում սեպրիսվայիղ։ Այո, շատ լավ կլինի, որպեսզի բոլորն էլ այստեղ շահած դուրս գան, բոլորն էլ օգուտով։ Քանզի դրանից կախված է եւ մերձավոր արևելքի խաղաղությունն ու ապագան եւ Թայվանի խաղաղությունը եւ ուրեմն ապագան։ Եվ բնականաբար խուսափել ցանկացած ռազմական կոնֆլիկտից իշահ մոլորակի։ Այն էլ եթե ռազմական կոնֆլիկտի մաս կազմում են միջուկային տերությունները։ Աստված մի արասցի իհարկե որ դա լինի եւ ամեն ինչ դրա համար պետք է արվի որ հակառակը լինի եւ հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով եւ բանակցությունների միջոցով։ Շնորհակալություն։ Ժամանակը շատ արագ է անցնում եւ այո, շատ արագ անցավ։ Թեման ինքնին այնքան հետաքրքիր էր եւ այնքան բան կար ասելու, որ ինչ որ մի բան էլ երևի չհասցրեցինք ասել։ Միանշանակ, որովհետև այս թեմայից խոսալուց մենք ինչ զուգահեռներ անցկացրինք, հասանք Կորեա, Սինգապուր։ Հնարավոր չի խոսել Թայվանի մասին եւ չընդգրկել տարածաշրջանը։ Զուտ այդ կարգով սահմանափակվել չէ։ Ուղղակի դա հնարավոր չի, քանզի բոլորը միմյանց հետ կապված են եւ բոլորը բոլորի հետ կապերը այնքան խիտ են, որ գլոբալացված աշխարհ։ Այո, հնարավոր չի պատկերացնել ողջ շղթան հարավ-արևելյան Ասիայի։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Այս թեման էր, սիրելի հայրենակիցներ, որ ցանկացանք մենք անդրադառնալ Գեորգի հետ միասին։ Դուք շարունակեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ շնորհակալ ենք այն նվիրատվությունների համար, որ արվում է ձեր կողմից մեր ալիքի աշխատանքն նախապան ապահովելու համար։ Այսօր այսքանն է, շնորհակալություն, կհանդիպենք հաջորդ շաբաթ։